իրականում շարունակելով միտքը ասեմ, որ խնդիրը այստեղ եղել է, որ ընտրական օրենսգրքի 19 հոդվածի համաձայն այնտեղ ասում է, որ դրամական պարգև խոստանալը արգելվում է, հա, կուսակցություններին կամ քաղաքական գործիչներին, ովքեր մասնակցում են ընտրություններին։ Իդեպ ինչի է այս տրամաբանության մեջ մտնում նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ըստ ինձ, որովհետև նաև Նիկոլ Փաշինյանը ասում է, որ միայն ընտրվելու դեպքում այդ գումարը կտավ, իսկ դա խրախուսում է, որպեսզի քաղաքացուն փողի, այսպես ասած, փողի դիմաց իրեն ընտրի։ Հենց խնդիրը ամենակարևոր խնդիրը իմ համար այստեղ է, որ ընտրական օրենսգրքի այս փաստերը հաշվի առնելով ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է կատարվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարելու, իրականում փողի դիմաց սա ընտրությունը, քաղաքացուն ասում է, եթե ես ընտրվեմ, դու ինձ ձայն տաս, դու հնարավորություն ունես 15000 ստանալու։ Իդեպ սա որ այս գործողությունը, որը որակվել է սոցիալական օգնություն, իրականում ինքը չի էլ կարող սոցիալական օգնություն լինի, որովհետև ինքը, այսպես ասած, այն խավին չի տալիս, որ այդ կարիքը ունի։ Ինքը տալիս է բոլորին, ցանկացած մեկին, կարող է, ասենք 500,000 կամ 150,000 աշխատավարձ ունեցող քաղաքացին գա քաղաքապետարան, ասի, որ ինքը հրաժարվել է, ու ինքը այդ գումարը ստանա, ինչը նշանակում է, որ խրախուսում է, որպեսզի քաղաքացին փողի դիմաց ընտրություն կատարի ելքի համար։ Խնդիրը ես ստեղ եմ տեսել ու այս տեսանկյունից եմ ես բարձրացրել այս հարցը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես 15,000-ները կտամ, եթե ես ընտրվեմ, այսինքն քաղաքացուն խրախուսում է, որ փողի դիմաց իրեն ընտրի։ Քաղաքացին, որը հետևում է այդ ամեն ինչին, որպեսզի ինքը 15,000-ը շատ օբյեկտիվ պատճառ, եթե որպեսզի ինքը 15,000-ը ստանա, ինքը պետք է ընտրի ելքի։ Ուրիշ տարբերակ ինքը 15,000-ը չունի, որը տրամաբանորեն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է, որ փողի դիմաց իրեն ընտրեն։